Հայկական ճարտարապետության ուսումնասիրության տեսանկյունից այս հուշարձանը մեծ արժեք է ներկայացնում։ Տարբեր ժամանակաշրջաններում տարբեր ուսումնասիրողներ կարևորել են վաղ միջնադարյան Հայաստանի այս կառույցը, որը ներկայում կիսախոնար վիճակում է և հատուկ ուշադրության կարիք ունի։ Բաց երկնքի տակ Արթիկի Սուրբ Աստվածածին եկեղեցին է։ Հայաստանի Շիրակի մարզի մարզկենտրոն Գյումրիից 20 կիլոմետր հարավ-արևելյան ուղղությամբ է գտնվում Արթիկ քաղաքը, որի կենտրոնական հատվածում էլ տեսնում ենք վաղ միջնադարյան Սուրբ Աստվածածին եկեղեցին, որը հայտնի է նաև Սուրբ Մարինե, Սուրբ Մարիամ անուններով։ Արթիկ քաղաքի հնագույն բնակավայրերից է, դրա մասին են վկայում այն հուշարձանները, որոնք այստեղ կառուցված են եւ մինչեւ օրս պահպանված են։ Դրանցից մեկը Լմբատավանքն է, որը թվագրվում է 7-րդ դարով, Սուրբ Գրիգոր կամ Սուրբ Գևորգ եկեղեցին, որը եւս մաստարայատիպ 7-րդ դարով է թվագրվում, երբ ամենավաղը եւ ամենավաղ հուշարձանը եկեղեցին դա Սուրբ Աստվածածին կամ ինչպես տեղացիներն են անվանում Սուրբ Մարինեն կամ Սուրբ Մարիամ եկեղեցին է, որը թվագրվում է 4-ից 5-րդ դարերով, երբեմն նաև որոշ մասնագետներ այն թվագրում են 5-ից 6-րդ դարեր։ Ըստ նաև պատմիչների, այս եկեղեցին դա անցում էր քրիստոնեական ժամանակաշրջանում, վաղ քրիստոնեական ժամանակաշրջանում հեթանոսական ճարտարապետությունից դեպի կենտրոնագմբեթ եկեղեցաշինությունը եւ հենց ներսում արդեն եկեղեցու կարելի է հենց այդ այցումները տեսնել։ Տեղի բնակչությունը այստեղ հայտնվել է 1829 թվականին, հիմնականում Կարս եւ Էրժրում քաղաքներից եւ ինչպես պատմում են տեղացիները այդ ժամանակաշրջանում 1828 թվականին, երբ որ տեղափոխվել են այստեղ, եկեղեցին եղել է առանց գմբեթի եւ կարծես գրեթե այս վիճակում, ինչպես որ տեսնում ենք։ Եվ այս եկեղեցին շատ կարևոր ուխտագնացության վայր է եղել նաեւ խորհրդային տարիներին եւ նույնիսկ հիշում եմ, որ հորս տատիկը մեզ բերում էր այս եկեղեցին խորհրդային տարիներին եւ ասում էր, որ այս եկեղեցին շատ կարևոր է մեր համար։ Մենք գտնվում ենք Արթիկի Սուրբ Աստվածածին եկեղեցու արևմտյան կողմում եւ արևմտյան մուտքից մտնում ենք եկեղեցու ներքին տարածքում։ Արթիկի Սուրբ Աստվածածին եկեղեցին իր տիպով, կառուցվածքով, ճարտարապետությամբ գտնվում է հայկական քրիստոնեական ճարտարապետության ակունքներում։ Հիմնադրվել է 5-րդ դարում, պատկանում է միախորան խաչաձև եկեղեցիների դասին, սակայն ինքը ըստ էության հիմնականում ունի 5 խորան, որոնցից մեկը գլխավոր խորանն է արևելքում, արևելյան խորանի երկու կողմերում հյուսիսում, հարավում գտնվում են ներքին խորանները եւ դրսից ունենք դեպի արև մուտք նայող արտաքին խորաններ, գմբեթավոր եկեղեցի, այսինքն կենտրոնական մասում տեսնում ենք մույթերի որմնախարիսխները պահպանված եւ սյուների միատվածները, սրանք գլխավոր խորանի հյուսիս-հարավ գտնվող մույթերի շարունակության հետ կազմել են գմբեթատակ քառակուսու հիմնական կոնստրուկտիվ լուծումները։ Այստեղ շատ կարևոր է, որ արևմտյան թևը բավականին երկարաձգված է եւ դրանից ելնելով մենք ունենք միջանկյալ եւս մեկ թաղակիր կամար իր որմնասյուներով։ Սա ըստ էության արվել է աղոթասրահը ընդարձակելու համար։ Բնականաբար տարաշրջաններում տարբեր ժամանակներում տեղի են ունեցել վերանորոգումներ, ձևափոխումներ, երբ որ մենք նայում ենք պատերի կառուցվածքը, դրանք ակնառու են, հատկապես դրսի հյուսիս-արևմտյան կողմում ակնառու երևում է, որ վերոնշյալ բաց խորանը ինչ-որ ժամանակ վեր է ածվել փակ սրահի, կամարակապ սրահի։ Շատ հետաքրքիր կառույց է, ինքը ունի հետաքրքիր լուծումներ, առանձնապես ես ասեցի 5 խորանների առկայությունը եւ դրսում այս ձգված արևմտյան թևը ավելի շեշտադրելու, ավելի պաթետիկ ձև հաղորդելու համար դրսից ունենք միջանկյալ հորիզոնական քիվ կոդի, որը ոնց որ կրկնահարկ կառուցվածքի տպավորություն է ստեղծում, բայց ավելի շատ ինքը երկրորդ պատվանդանի ոնց որ գաղափար լինի, ավելի վեհացնում է իր բարձրությունը։ Ցավոք սրտի տեսնում ենք ինչ վիճակում է գտնվում Աստվածածին եկեղեցին, տասնամյակներ շարունակ եւ կատարվել է հետազոտություններ, եւ կատարվել է նախագծային առաջարկներ, բայց տարբեր պատճառներով անընդհատ ձգձգվելով հասել է մինչև մեր օրերը եւ իմ սերնդակից Երջանկայի հիշատակ Աշոտ Հովսեփյանի կողմից կատարվել էր
վերակազմության նախագիծ ընդհանուր, բայց աշխատանքային որպես առաջարկ արվել էր մինչև թմբուկատակ քառակուսու իրականացումը, որը պահպանված ծավալներով եւ պահպանված տարածքում գտնվող բեկորների դետալների միջոցով հնարավորություն ունենք իրականացնել մինչև այդ նիշը։ Վերջին տարիներին նոր աշխատանքային խմբի, ճարտարապետական խմբի կողմից կատարվեց Աշոտ Հովսեփյանի նախագծի վերանայում, լրացումներ բնականաբար, որի հիմնական հիմքը վերանայումների ծառայեց նաև շուրջ բոլորը կատարված պեղումների աշխատանքները, որոնցից եւ բացվեցին գետնախարիսխները, որոնք թաղված էին, մի մասը թաղված էին հողի շերտի տակ, բացվեցին հիմնային մասերը, հիմքերի մասերը, կատարվեց հետազոտություններ եւ հայտնաբերվեցին մի քանի եւս ուրեմն հուշարձանապատական դետալներ։ Եվ այս ամեն ինչի արդյունքում վերջապես մեկնարկվել են նորոգման, ամրակայման, մասնակի վերականգնման աշխատանքները, որը հույս ունենք անընդհատ ընթացք կստանա եւ ի վերջո կունենանք գոնե մինչեւ թմբուկատակ քառակուսին վերականգնած տեսք, բնականաբար թմբուկի տարածքը կփակվի առայժմ ժամանակավոր ծածկով, որովհետեւ թմբուկապատկան դետալների պակասը, բացակայությունը ռիսկային է, որպեսզի մենք դրանից հետո ծավալվենք։ Սակայն այս փուլով ինչ որ նախատեսվում է, մենք կունենանք անվտանգություն պահպանված ծավալների առումով եւ անվտանգություն շահագործման առումով։ Այսինքն կարելի է հանգիստ վերականգնել, վերստեղծել նաեւ եկեղեցու հոգեվոր գործառույթը, որը շատ կարեւոր է այսօր Արտիքի նման քաղաքի բավականին մեծ բնակավայրի համար, սա 5-րդ տարի, այսինքն քրիստոնեության ակունքներում ստեղծված մեր ճարտարապետական յուրահատուկ հորինվածքներից մեկն է։ Դրա պահպանությունը համար մեկ խնդիրն է։ Քանի որ Արտիքում ենք գտնվում, Արտիկի բարակայում բնականաբար քարի տեսակի խնդիր մենք չենք ունենա։ Որովհետև գիտենք Արտիկի քարանքերը անսահմանափակ հնարավորություններ ու տարածքներ ունեն, քարը կա, բայց քարն էլ ունի տարբեր որակներ, ցանկացածանք։ Հետևում նաև Արտիկի քարանքը։ Ունի տարբեր որակներ, ունի տարբեր երանգներ, տեսնում ենք մենք ընդհանուր տոնայնության մեջ ինքը Արտիկի վարդագույն երանգն է, բայց երբ որ հայացքով սկսում ենք դանդաղ սայելով անցնել, տեսնում ենք, որ սևից մինչև վարդագույն, այստեղ կա նաև ծիրանագույն, հեսա, տեսնենք, այսինքն այդ տուֆին հատուկ գունային երանգը ցանկացած հանքում ունենք, նույնը ունենք նաև այստեղ, եւ այս առումով օգտագործվելու է ավելի մուգ երանգի քարերը, հանքի քարերը, որի մասին ես շինարարի հետ զրույց ունեցա, ամրապնդեցինք այդ գաղափարը, այնտեղ նոր դրած քարերից մեկը խիստ բաց գույնի էր, թույլ վարդագույն էր, որը անթույլատրելի է եւ պայմանավորել ենք, որ կփոխարինվի եւ հիմնականում ես շեշտադրեցի, որ քարը ընտրելուց ընտրում ենք ավելի մուգ երանգները։ Կլինի վարդագույն, դարչնագույնի մոտ, բայց նույն հանքի քարը տարբեր երանգներով։ Այս հատվածը, որ չասեմ բարեբախտաբար քանդված է ու երևում է, ինչև է, քանի որ քանդված է, այս անկյունը երևում է, որ այս գծով արտաքինից եկեղեցին արդեն դրսից ունեցել է խաչաձևության անկյունը եւ այստեղ ավարտվել է եկեղեցու հիմնական ծավալը։ Հետագայում այստեղ պատը երևում է։ Հյուսիսային կողմում այս բաց խորանի հյուսիսային պատի ուղղությամբ կատարել են գծակառուցում, որի թաղը բերել տեղադրել են դրսի միջանկյալ քիվ գոտու վրա։ Այդպեսով ստեղծել են այստեղ մի թաղակապ սրահ հյուսիսային կողմում։ Նայելով քարերի չափսը, ձևը, շարվածքի ճարտարապետությունը, ես ենթադրում եմ, որ եկեղեցին ավարտելուց հետո շատ կարճ ժամանակ հետո կատարվել է այդ գծակառուցումը։ Այսինքն եթե եկեղեցին 5-րդ տարը, հենց 5-րդ տարում էլ հավանաբար դա ավելացվել է, ելնելով եկեղեցու արդեն փաստացի գործառույթից բխող պահանջներից։ Մտովի պատկերացնենք 5-րդ դարից մինչև 21-րդ դար, ինչքան ժամանակ է անցել, այդ հարյուրամյակների ընթացքում եկեղեցին ինչ ասես, որ չի տեսել։ Ոչ միայն այս ֆիզիկական խեղումները, թշնամիների կողմից, բնական աղետների կողմից եւ այլն, բայց հետագայում երբ որ ինքը արդեն թմբուկը եւ հիմնական ծավալները վերևի
խոնարհված են եղել։ Մարդու կողմից կրկին օգտագործման ձևեր է գտնվել, փորձեր է արվել ու ընդ որում տարբեր գործառույթներով։ Այստեղ որ նայում ենք, տեսեք բացվածքը շարված, փակված է, սա նշանակում է, որ այս բացվածքը խանգարել է ներքին տարածությունը օգտագործել։ Բացվածքի տակով տեսեք շարքը փորված է եւ նույն գծով այստեղ ունենք խոռոչներ, որը շարունակվում է խորանի վրա։ Ես ենթադրում եմ, որ այսինքն ակնհայտ է դա, որ փայտի կերանների տեղեր են ուրեմն պատի մեջ խոռոչներ են ստեղծել ու այդ մագարտակով ծածկվել է եկեղեցին, իսկ թե որպես ինչ է օգտագործվել, ընդհանրապես հետազոտական պրակտիկայում ունենք տարբեր ֆունկցիաներ։ Նույնիսկ շատ ներողություն այս բառի համար տեղեր կա, որպես գոմ են օգտագործել։ Ժամանակներ եղել են այդպիսին, որ քրիստոնյան դարել է հակաքրիստոնյա, չասեմ աթեիստ եւ այլն, եւ քանի որ եկեղեցու գործառույթը, պահանջմունքը այդ ժամանակ չի եղել, մարդիկ որպես կառույց, ուղղակի որպես ֆիզիկական կառույց օգտագործել են իրենց նպատակների համար։ Եղել է դեպքեր, որ օգտագործել են որպես կացարաններ։ Խորհրդային տարիներին հիմնականում օգտագործվել է որպես պահեստ։ Եվ որը մեջներից երևի լավագույն տարբերակն է եղել, որ գոնե եղածը պահպանվել է, պահեստում եղել է ինչ-որ մթերք, չգիտեմ ինչ, որի չփչանալու, պահպանելու համար ծածկ են արել, որը պահպանել է նաև կառույցի պահպանված հատվածները։ Սրանք պատմական շերտեր են, որոնք հասարակության զարգացման առաջընթացի կամ հետընթացի հետ նաև ինչ-որ արտացոլում են բնակավարը, որը հեռու չի էլի մարդկային հասարակությունից։ Այս մասին իրոք ամեն առիթի դեպքում խոսել ենք, համացանցում եմ ես երբեմն առիթ եղել անդրադարձել եմ, ինչ որ տեղեր, ինչ որ չափով արդյունքներ ունենք, բայց այդ մագարտակի այդ մասշտաբի չի, որ մենք կարողանանք ասել, արձանագրենք, որ արդյունք ունենք ընդհանուր առմամբ։ Մարդկանց մոտ այդ մոմ վառելու, աղոտ քանելու պահին առաջնային հենց իրանց ցանկությունը, իրանց նպատակն է։ Դա չեմ ուզում որպես մարդկային ինչ-որ թերություն համարեմ կամ ինչ-որ էգոիզմ համարեմ կամ եւ այլն, ուղղակի գիտեք, շատ անգամ դա ուղղակի իրոք ինֆորմացիայի պակաս է, գիտակցության պակաս է, որը անկախ իրենց կամքից է դա լինում։ Նա մտածում է, որ սա սուրբ կառույց է, պատը սուրբ պատ է, պատը շարած քարը սուրբ քար է, ինքը եկել է իր աղոթքը առաստված անելու, ինքը պետք է սուրբ քարի վրա, սուրբ պատի վրա մոմը կպցնի, վառի, որ իր աղոթքը հասնի առաստված։ Այդ ժամանակ ինքը չի մտածում իր վառած մոմի հետևանքը։ Սա մի քիչ հոգեբանորեն այդպես է, բայց զարմանալի է, որ ասենք իրանից առաջ վառած մոմերի հետևանքը ինքը հաջորդ վառողը չի նկատում, որ ինչ վնաս է տվել պատին։ Հատկապես ես միշտ ասել եմ, ինչքան հիշում եմ, որ տուֆի պարագայում սա անտառնալի կորուստ է, անտառնալի վնաս է։ Մոմի այդ ճարպային եւ այլ այդ սաժան եւ այլն մուրը, երբ որ ներծծվում է տուֆի մեջ, դա ուղղակի անհնարին է մաքրել։ Ինչ որ չափով կմաքրվի, բայց կերևա այս արած վատության, ուրիշ բառ չասեմ, հանդեպ եկեղեցին, հանդեպ սրբությունը վատության հետքերը չի վերանալ ուղղակի։ Երկար տարիներ փորձվեց այս եկեղեցու վերականգնումը թե տեղացիների կողմից, թե բարերարների կողմից եւ թե պետության կողմից։ 2014 թվականին երջանկահիշատակ Աշոտ Հովսեփյանը, վերականգնող ճարտարապետ, իրականացրեց Սուրբ Աստվածածին եկեղեցու ամբողջական վերականգնման նախագիծը, որը քննարկվեց նախարարության գիտամեթոդական խորհրդում եւ հավանության արժանացավ։ Սակայն հետագա տարիներին այդքան արագ չստացվեց եկեղեցու վերականգնումը
վերականգնումը, քանի որ կար բարերար եւ բարերարը ուզում էր, որպիսի նաեւ այստեղ պեղումներ անցկացվեին եւ 2018 թվականին հնագետ Լևոն Մկրտչյանը այստեղ իրականացրեց համալիր պեղումներ, որից հետո կարծես թե մի փոքր նախագիծը եւս լրամշակվեց եւ այսօր այն վերականգնման գործընթացում է, ասեմ, որ վերականգնման գործընթացը իրականացվում է բարերար Լևոն Հովհաննիսյանի միջոցներով եւ 2023 թվականին Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության եւ բարերար Լևոն Հովհաննիսյանի միջև կնքվել է հուշագիր, հուշարձանի պահպանության հուշագիր, որով այս եկեղեցին, Սուրբ Աստվածածին եկեղեցին կվերականգնվի, իսկ վերականգնման համար անհրաժեշտ են մի քանի տարիներ եւ բոլոր աշխատանքները կատարվում են շատ հստակ արտիքի քարգործ վարպետների օգնությամբ, որտեղ արտիկը նաեւ քարգործ վարպետներով է շատ հայտնի եւ նույնիսկ այդ ձեռքի աշխատանքը, հա, քարագործության շատ այստեղ հարկավոր աշխատանք է եւ կարծում եմ, որ մի քանի տարուց, մոտավորապես մի 3-4 տարուց մենք կտեսնենք եկեղեցին արդեն վերականգնված։ Նորոգելու ենք եկեղեցին, մանավանդ ինձ համար շատ արժեքավոր է այս եկեղեցին, ինձ համար շատ ցանկալի է նորոգել եկեղեցին, որի կարիքը քաղաքը ունի։ Հիմնականում քարի աշխատանքներն են կատարելու, այսինքն պիտի հին քարերը մշակենք, նոր քարեր տեղադրենք պատերին, նորոգենք եկեղեցին մի խոսքով, տեսքի բերենք եւ առավել եւս կանգուն տեսք ունենալ։ Հին քարի մշակումը բավականին աշխատատար process է, մանավանդ քարերը արդեն քայքայված են փչացած։ Հին քարերը անպայման մշակելու նորից տեղադրելու ենք, այսինքն նոր քարեր պետք եղան։ Մեր արտիկի տուֆը հայտնի է ամբողջ աշխարհին, բերելու ենք նոր քարերով նորոգենք։ Աշխատելու ենք ինչքան հնարավոր է եւ գույնը եւ չափերը պահպանենք քարերի եւ հատկապես ամրությունն է մեծ հետաքրքիր, որովհետեւ եթե եկեղեցին ամրություն չունենա, արտաքին տեսքը գրեթե արժեք չունենա։ Եթե ամեն ինչը նորմալ եղնի, կրանք իրականացնեն 1-2 տարվա այս ամեն ինչը գամբետավոր է, մինչև վերջ կառուցը վերջացնել։ Քիչ են ստեղ այցելողները, բայց եթե կառուցվի, իհարկե շատ կեղի։ Սուրբ Աստվածածնի վերանորոգման նախագիծը պետություն մասնավոր համագործակցության հրաշալի օրինակ է։ Մանկությունն այս տարածքներում անցկացրած փոքրիկի երազանքի իրականացում, որը վաղ միջնադարյան ավերակ այս կառույցին կշնորհի դարեր գնացող երկարատև կյանք։ Բաց երկնքի տակ Արթիկի Սուրբ Աստվածածին եկեղեցիներ։